Ամենքս մեր սրտի խորքում ունենք մի գաղտնիք, որը մերն է եւ այն ուրիշինը չի կարող դառնալ։ Եվ այդպես ապրում ենք մեր կյանքը։ Հետո գալիս է մի պահ, որ որոշում ենք խոստովանել։ Խոստովանում ենք ու հանդարտվում է հոգին։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ դերասան Նարեկ Մկրտչյանին։ Նարեկ, համեցեք։ Բարի գալուստ իմ տաղավար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, որ եկել ես ինձ հյուր եւ կարծում եմ այսօր հրաշալի զրույց ենք ունենալու։ Ես նույնպես։ Համեցեք։ Նարեկ, այսօր կանցնենք ձեր կյանքի ճանապարհներով, կանգառներ կվերցնենք, կխոսենք ձեր կյանքի մասին եւ կլսենք շատ գեղեցիկ պատմություններ ու խոստովանություն։ Սկսում ենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել, ինչ ընտանիքում եք մեծացել։ Ծնվել եմ Արարատ քաղաքում, սովորական հասարակ հայ ընտանիքում։ Ընտանիքումս ես, հայրս, մայրս ու երկու քույր ունեմ։ Չնայած հիմա երկուսն էլ ամուսնացել են։ Ու մնացել ես դու տանը։ Մնացել եմ ես։ Իսկ ով է անունդ ընտրել, ինչու Նարեկ, երբևէ հարցրել եք։ Եթե չեմ սխալվում, մայրս ու տատս են որոշել։ Տենց ուղղակի ուզել են Նարեկ դնել։ Բոլոր այդ ինչ-որ 90-ականների անունների կողքին, տենց որոշել են Նարեկ։ Շատ լավ։ Ընտանիքում դերասանի մասնակցության հետ կապ ունեցող մարդիկ ունեք, թե ոչ։ Եթե չեմ սխալվում, էլի ասեմ, մեր ամբողջ Գերդաստանում մենակ ես եմ, որ արհեստով չեմ զբաղվում, այլ զբաղվում եմ արվեստով։ Մենակ ես եմ։ Շատ լավ։ Գնանք դպրոցական տարիներ, ինչպիսի աշակերտ եք եղել եւ որն է եղել ձեր ամենասիրելի առարկան։ Չեմ ասի թե շատ չար, բայց խելոք գերազանցիկ էլ չեմ եղել, շատ սիրել եմ գրականություն ու սիրել եմ աշխարհագրություն։ Իմ ամենասիրելի առարկաներն են եղել։ Դե բոլորն էլ սիրում էի, բայց այ գրականությունն ու աշխարհագրությունը միշտ առանձնացրել եմ իմ համար։ Դպրոցը ավարտելուց հետո ինչպես շարունակվեց ձեր կյանքի ճանապարհը, ուր գնացիք։ Դե մեր ժամանակ կամ պետքա գնայինք ավագ դպրոց, կամ պետքա գնայինք քոլեջ։ Ես ընտրեցի քոլեջը, որովհետև դե ընկերներս հիմնականում ավագ դպրոցում էին ու ես գիտեի, եթե ես էլ գնամ ավագ դպրոց, հաստատ տենց ոչ կսովորեմ, ոչ բան ու տենց ընկերներիս հետ միասին կզբաղվեմ ուրիշ գործերով ու որոշեցի, որ բոլորից առանձին ես գնամ քոլեջ ու այնտեղ սովորեմ։ Տենց ավարտեցի Արարատի պետական քոլեջը, որի 3-րդ կուրսին զուգահեռ արդեն սովորում էի Երևանում Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 0 կուրսում։ Համատեղել էի ու երկրորդ հերթ գալիս էի այստեղ Երևան դասերի։ Եւ ավարտեցիք ինստիտուտը։ Շատ լավ։ Ինչ մասնագիտություն, դե հենց դերասանի մասնագիտությունն է։ Չէ, ես ավարտել եմ կինոարվեստ բաժինը, կինոռեժիսուրայի բաժինը, բայց հիմնականում զբաղվում եմ դերասանական արվեստով։ Այսօր հեռուստադիտողը ձեզ ճանաչում է հեռուստանովելներից, որովհետև մի քանի հեռուստատեսային նախագծերին եք մասնակցել, շատ սիրուն դերեր եք մարմնավորել եւ այսօր ԱԹՎ հեռուստաընկերությամբ արդեն հեռարձակվում է Տաքսիստը, հեռուստանովելը, որի մեջ հենց տաքսիստը դուք եք։ Այո։ Այ կպատմեք ինչպես եղավ մուտքը հեռուստատեսություն եւ որտեղից սկսվեց այդ ամենը։ Դե շատ վաղուց միշտ սիրել եմ այս ամենը։ Առաջին անգամ կարող եմ հիշել, որ մասնակցել եմ նկարահանման Կարքայլձիով ֆիլմ։ Ես հիշում եմ, որ գնացի ու որպես որ նկարահանվեմ ու մասսայական տեսարաններում էի ընդգրկված։ Հետո ֆիլմը եղավ, դուրս եկավ ու ես նստած սպասում եմ, որ հեսա պետքա ես ինձ տեսնեմ ու հետո հասկացա, որ մենակ ուսս է երևում կինոյում։ Ու այդտեղից սկսվեց, կարելի է ասել, իմ առաջին նկարահանումը այդ էր։ Ու այդպես կամաց սկսվեց ու դարձավ այն ինչ որ կա հիմա։ Ում կողմից էր առաջարկը, ավելի գլխավոր դեր կամ ավելի շատ մեծ կերպար մարմնավորելու համար։ Առաջարկը ում կողմից եղավ։ Մեծ կերպարի մարմնավորման համար առաջարկը Ելենա Արշակյանի կողմից էր։ Մեր սելի տնօրենի։ Ես եկել էի այստեղ քաստինգի, մասնակցեցի բոլորի նման։ Ու բոլորի նման էլ գնացի տուն մտածելով, որ դե լավ, դե կզանգեն։ Ու առավոտյան զանգեցին, հրավիրեցին նորից այստեղ ու արդեն անցա
փուլային տենց քաստինգներով որոշվեց, որ ես եմ։ Այ ինչ զգացիք այդ պահին, երբ հասկացաք, որ վերջ հաստատված է ձեր կերպարը, դուք արդեն պիտի նկարահանվեք։ Գիտես, համ ինչ որ սենց մտածում էի, բայց արդյոք կկարողանամ, թե չէ, տենց առաջին հերթին էդ էր, որովհետև երբ որ ինչ-որ մի բանով զբաղվում ես, ամենակարևորը պատասխանատու կերպով դրա տակից դուրս գալն է։ Ու առաջի զգացողությունս հենց այդ էր, որ արդյոք կստացվի, թե չէ, բայց կարծում եմ բարեբախտաբար ստացվել է։ Շատ լավ։ Նարեկ, այսօր նոր հեռուստանովելը տաքսիստ այդպես է կոչվում եւ երբևէ առօրյա կյանքում տաքսի վարել եք։ Այո։ Իսկ այն տաքսիստն ու այս տաքսիստը նման են իրար։ Հավատացեք, Հա։ Կերպարային, այսինքն նաև սցենարային շատ նման է իրական կյանքում պատահած տաքսիստների։ որովհետև դե հա, իմ հետ էլ եղել են դեպքեր, որ մարդը նստել օրինակ փողը քիչ է եղել կամ մարդը նստել ընդհանրապես չի ունեցել ու ամեն մեկի հետ ուղղակի պետքա փորձես իր լեզվով խոսել։ Այ որ նստել են ու ասել են գումար չունենք։ Ասել է գնացեք։ Չէ, դե միասին գնացել ենք, հասել ենք տեղ։ Իհարկե արդեն հասկանում ես, թե մարդը փորձում է քեզ խաբի, թե ինքը անկեղծ է քո հետ, իսկ այդ հավատացեք երևում է, այդ ժամանակ երևում է։ Շատ լավ։ Նարեկ, կյանքում բոլորս դերասաններ ենք, մենք մեր կյանքում, որովհետև ամեն մեկս մեր դերը կերտել ենք, գրել ենք մեր կյանքի սցենարը ու խաղում ենք մեր դերը։ Կյանքում կեղծ դերասաններին չակերտավոր, հա, ովքեր շատ են խաղում։ Հեշտ ես նկատում, թե հետո ես հասկանում, որ ամեն դեպքում նա ստեց եւ նա այդքան էլ անկեղծ չէր։ Դե մի տեսակ մեծամտություն կլինի ասել, որ բոլորին կարող ես տարբերել, բայց դե հա, երևում են, տենց մարդիկ շատ լավ երևում են ու տարբերվում են։ Իսկ կյանքում դերասան լինելը ուղղակի պետքա տարբերել բեմից, որովհետև այնտեղ հետո դու ստանում ես այն ահռելի ծափահարությունները, որոնք որ անդադար միշտ քո հետ են ու դու էլի ու էլի ես ուզում ստանաս այդ ծափերը ու կարծում եմ դերասանի համար ամենակարևորը մենակ էդ է։ Ճիշտ է։ Գնահատական եւ ծափեր, այո, ամենաթանկ պարգևն է կարծես թե բեմ բարձրացող մարդու համար։ Նարեկ, ես գիտեմ, որ դուք մասնակցել եք նաեւ երկու պատերազմների եւ այն պահին, երբ որ ներկվում եք առաջ եւ գտնվում եք ռազմի դաշտում, ինչն էր, որ առաջինը գալիս էր ձեր մտքին։ Գիտեք, այդ տարիքում դե առաջինը եղել է 19 տարեկանում, այդ ժամանակ դու ուղղակի չես հասցնում մտածել շատ ու շատ բաների մասին ու դու ուղղակի քո ընկերների հետ հասկանում ես, որ դու գտնվում ես այստեղ եւ հիմա ու պետքա դուրս պրծնես այդտեղից։ Ու դուրս պրծնես ոչ թե փախուստի կամ նման օրինակ ինչ-որ մի ձև, այլ ուղղակի պետքա ապրել։ Այո։ Իսկ երկրորդ դեպքում, երբ որ 2020 թվականին մասնակցում եք։ 2020-ին գիտեք, այդ ժամանակ աշխատում էի որպես պայմանագրային ու ոնց որ ասած, ահա որ տարբերվում էր այդ ժամանակվա ծառայությունը զինվորական ժամանակահատվածից, թե տեղանքով, թե դիրքով, կարելի ասել պատերազմի երկու տարբեր կողմեր եմ տեսել, որովհետև մեկում լրիվ այլ առաջադրանքեր իմ վրա դրված, իմ ու իմ ընկերների, իսկ մյուսում լրիվ ուրիշ։ Իսկ պատերազմը զինվորին, մարդուն, հայի տեսակին կոփում է, թե ինչ է անում։ Շատ է կոփում։ Կոփում է։ Ու շատ է բացահայտում, որովհետև երբ սկսում է ու դու ամենաառջևում կանգնած ես, այդ ժամանակ շատ մարդիկ ուղղակի փոխվում են, կերպարանափոխվում են ու այդ ձեր ասած կյանքում դերասան լինելը, հավատացեք, այդ ժամանակ շատ լավ երևում է, որովհետև գիտեք, ուղղակի մարդիկ, ովքեր շատ ուժեղ են, այդ պայթյունի ձայնից հետո միանգամից փոխվում դառնում են շատ տկար կամ հակառակը են, շատ տկարը միանգամից դառնում է առյուծ։ Շատ լավ, Նարեկ, շնորհակալ եմ, հրաշալի զրույց է ստացվում եւ անցնենք առաջ ու շարունակենք լսել ձեր կյանքի պատմությունը։ Ընկերասեր եք։ Հա։ Ինչպես եք ընտրում ձեր ընկերներին։ Դե գիտեք, ընտրելու մի տեսակ, չգիտեմ, լավ մարդ պետք է լինել առաջին հերթին։
ու եթե դու լավ մարդ ես, ուրեմն ընկերասեր ես։ Այդ հաստատ միշտ այդպես է, իմ համար այդպես է։ Ու ընկերներին ընտրելը այն մարդիկ, ովքեր միշտ քո հետ են ու քո կողքին, ուրեմն քո ընկերներն են։ Եթե չկան, դու իրենց ընտրես թե չընտրես, ուրեմն իրենք քո ընկերը չեն։ Այսինքն կյանքն է հանդիպեցնում եւ դուք ընթացքում հասկանում եք, որ դուք կարող եք լինել իրար ընկեր։ Այո։ Ահա։ Իսկ ընկերության այդ բարձր արժեքը պահելու գաղտնիքը ինչի մեջ է, որտեղ կարելի է, չէ, ընկերություն անել եւ մի օր հետո ուղակի հեռվանալ։ Այո, որ ընկերությունը օրեցօր ամրանում է, այսինքն պնդանում է եւ այն պիտի կարողանաս պահել։ Այ ինչի մեջ է այդ բարձր արժեքի գաղտնիքը։ Կարծում եմ իրար հանդուրժելու ու իրար ճակատի ամեն ինչ ասելու։ Որովհետև երբ որ ամեն ինչ բաց է, բայց դու խոսում ես քո ընկերոջ հետ ու դուք երկուսդ էլ կարող եք հանգիստ ասել ձեզ մտահոգող այն ամենը ինչ որ կա, այդ բանին քո ընկերոջ հետ կապված ու ուղղակի պետքա ճակատին ասել, խոսել միասին ու հասկանալ։ Եթե կա այդ ամեն ինչը, ուրեմն կա այդ ընկերությունը, եթե չկա ու դու պետքա պահես քո մեջ, հետո ինչ որ մի օր տրաքես ու նեղանաս, այդ չեղավ։ Ճիշտ է։ Նարեկ, բոլորիս կյանքում է լինում են դժվար եւ հեշտ պահեր։ Որն է ձեր կյանքի ամենաբարդ փուլը եղել։ Երևի թե հենց ինստիտուտ ընդունվելը, որովհետև ես ուղղակի մի օր եկա տուն ու ասացի, որ ես ընդունվել եմ թատերական ինստիտուտ։ Սկզբում տնեցիք ոնց, բայց ստացվեց այնպես, որ ես սովորեցի այնտեղ։ Ծնողներս դեմ չեն եղել, չգիտեմ, ամենաբարդ պահը պետք էր սովորել, ուղղակի այդ ժամանակ։ Աշխատում էի, դրան զուգահեռ սովորում էի։ Ամեն ինչ համատեղում էի։ Ու համատեղելու տենց համ սովորում էի Արարատում, համ Երևանում ու դրան զուգահեռ աշխատում էի, բայց լավ էր։ Ինքդ էիր վաստակում եւ վճարում քո ուսմավարձը։ Բրավո։ Ծնողներս իհարկե միանշանակ օգնել են, ընկերներս են օգնել, ընդհանրապես շատ մարդիկ, լավ մարդիկ, բայց հիմնականում ես աշխատում էի ու դրան զուգահեռ սովորում երկու տեղ հասցնում էի։ Երբևէ չի եղել ընտանեկան խոսակցություններ, որ ծնողներն ասեն, այ օրինակ որ դու ընտրեիր այս մասնագիտությունը, ինձ թվում ավելի լավ կլիներ եւ առասարակ նրանք որ մասնագիտությամբ են ձեզ փորձել ուղղորդել։ Եղել են այդպիսի առաջարկներ։ Որպես այդպես ուղղորդել կամ պնդել, չէ, բայց իհարկե ցանկացած ծնող միշտ էլ մտածում է, որ դա իր երեխան լավ աշխատանք, լավ աշխատավարձ, լավ ապրի հերիք է։ Իհարկե ծնողներս միշտ էլ առաջարկել են, տղա ջան, սա փորձի, սա արա, այսպես։ Ինչ մասնագիտություն էին ամեն։ Դե օրինակ հայրս միշտ ասում էր, որ արի գնանք, հայրս կահույքագործ է։ Ինքս դե մանուկ հասակից տեսել սովորել եմ, բայց միշտ չեմ սիրել։ Չնայած որ զբաղվում եմ, դրանով եւս զբաղվում եմ։ Հայրս միշտ ասում էր, այ որ կահույք պատրաստես ավելի լավ կլինի, այսպես շատ գումար կվաստակես։ Բայց ես ոնց որ ասած ընտրեցի զբաղվեմ արվեստով, քան արհեստով։ Հիմա մենք կշարունակենք մեր զրույցը եւ մեր տաղավար կգա մի մարդ, ով ձեզ համար շատ հարազատ է։ Ընկեր, գործընկեր եւ մի քանի վայրկյանից նա էլ կմիանա մեր զրույցին, թող անակնկալ լինի եւ հենց հիմա մեզ միանա Լևոն Մելքոնյանը։ Համեցեք Լևոն։ Բարի գալուս մեր տաղավար, համեցեք։ Բարև ձեզ, բարև եկել։ Բարև ձեզ, համեցեք, հոխադարձ։ Ինչպես եք։ Շնորհակալություն, լավ, դուք ոնց եք։ Շատ լավ։ Հիմա ինձ կպատմեք որտեղից ճանաչեցիք Նարեկին, որտեղ եք ծանոթացել, ինչպես է տեղի ունեցել այդ ծանոթությունը։ Մեր մշակույթի կենտրոնում Արարատ քաղաքի միասին աշխատել ենք բավականին երկար ժամանակ։ Այդտեղից էլ ծանոթացել ենք, մեր Նարեկը արդեն մեր հետ չի, չնայած ես էլ արդեն վաղուց չեմ աշխատում։ Բայց վերջին անգամ Նարեկին տեսել եմ հոկտեմբերի 25-ին իմ ծննդյան տարեդարձին, հրավիրված էր։ Դրանից հետո չեմ տեսել։ Եվ այսօր նորից տեսակ։ Այսօր նորից տեսանք, չգիտեմ Նարեկ ջան, անակնկալը ստացվեց քո։ Նարեկը հիմա չեք տեսնում, այսպես լարված, զարմացած նստած է։ Ինչպիսին է Նարեկը կյանքում եւ աշխատանքի մեջ։ Նարեկս Իսլամ միշտ Նարոս եմ ասել։ Նարեկս շատ ընկերասեր, շատ տաղանդավոր առաջին հերթին, միջայլոց, շատ այն ճիշտ խոսք որ ասում են,
ինքը երբեք կեղծավորություն չունի։ Այդ պահին Ճշտախոս ինքը է։ շատ ճշտախոս, ինչ զգաց, այդ պահին արտահայտվում է։ Շատ պատասխանատու, ընկերասեր ու տաղանդավոր ասեմ, որ ես միշտ ուրախացել եմ իր հաջողություններով։ Ինքը որ սկսեց արդեն հեռուստանովելներում նկարահանվել, ես չեմ նայել ընդհանրապես շատ քիչ եմ սերիալներ նայում, բայց որ տեսնում եմ արդեն Նարեկն է խաղում, Նարեկի համար նայում եք։ Այո, հետևում եմ ու Messenger-ով նույնիսկ գրում եմ դրվագներ կան, տեղ տեսարաններ կա, որ ինքը խաղում է, Նարեկ ջան, համոզիչ էր քո խաղը։ Այսինքն նաև ձեր կարծիքն է։ Այո, կարծիքը ինքը միշտ էլ ասել է ընդունել եմ, դե ես էլ մասնագիտությամբ ռեժիսոր եմ։ Ուղղակի կյանքի բերումով է արդեն հանդիսավար թամատա 2005 թվականից, էդ էլ նշեմ, որ ասի Նարեկ ջան, դու արդեն հեռուստաֆիլմերում շատ ես նկարահանվել, որոշ չափով ճանաչված, սիրված ես, արի դու էլ դառի թամատա, էլի հանդիսավար, մի քանի անգամ հետս եկա, ինչը հարգեցի։ Շատ դերասաններ կան, որ եկել են, չէ՞ տուխությամբ, բայց ինքը ասավ Լևոն էդ իմը չի։ Բրավո։ Ես չեմ կարա։ Ու այդ շատ հարգեցի։ Այնքան եմ համոզել, ասավ Լևոն ջան, էդի իմը չի։ Ասում բայց այդտեղ ինչ կա, որ քոնը չի։ Այդքան ճանաչված դերասաններ սերիալներում նկարահանվում են, ու հաջորդ օրը գնում են համադա գումարը։ Բայց ես էլ ձեզ պիտի ասեմ բրավո, որովհետև Այո, ես այդտեղից ընդհանրապես սկսեցի հարգել Նարեկից։ հարգանքի մեծ Շոումեն արժան։ պետք է լինես առաջին հերթին։ Այո, այո։ Մարդկանց թվում է, եթե իրենք դերասան են, ուրեմն իրենք կարող են շատ լավ հանդիսավար լինել, շոումեն լինել, բայց հետո գալիս է մի պահ, որ ապացուցվում է, որ դրանք ամենևին տարբեր բաներ են։ Կարելի է լինել շատ լավ դերասան, բայց այդպես էլ շատ լավ դերասան, այդպես էլ ասել, էդի իմը չի լավ ջան, ես չեմ կարա։ Շատ եմ ամիսներով համոզել եմ, հետս տարել եմ միջոցառումների ռեստորանում, նստել նայել ասել։ Բրավո, բրավո։ Ինչպես կբնութագրեք Նարեկին մի քանի բառով։ Պատկերացրեք Նարեկը մեր տաղավարում չէ, նա հիմա ձեզ չի լսում եւ մենք տալիս ենք Նարեկի բնութագիր։ Առաջնահերթ։ Ընկերասեր, մարդամոտ, նվիրվող, ամենակարևորը, կեղծավորություն ընդհանրապես չունի։ Պարտաճանաչ է։ Շատ պարտաճանաչ ու տաղանդավոր։ Իսկ այ որ դուք աշխատել եք հա միասին այդ ընթացքում ինչ եք հասկացել, նա ավելի շատ սիրում է խորհուրդներ տալ, թե խորհուրդներ վերցնել։ Վերցնում է, կոնկրետ ինձանից վերցրել է միշտ խորհուրդներ։ Ասել միշտ ասել է դու իմ ավագ ընկերն ես, Լյով ջան, այս պահը ոնց անենք, միասին շատ նախագծեր ենք կազմակերպել մեր մոտ, միշտ իրար հետ ենք եղել, շատ միջոցառումներ ենք անցկացրել, միշտ խորհուրդներ հարցրել է։ Չեք ուզում առաջիկայում մտածել ինչ որ ներկայացումներ բեմադրելու կամ ինչ որ նոր թատերական նախագիծ սկսելու, որովհետև տաղանդավոր մարդիկ եք եւ կարծում եմ, որ երկու խելքը միանա։ Այնքան ենք ուզել միասին աշխատել, բայց դե ժամանակը Հուսանք մի օր կստացվի։ Հուսանք մի օր կստացվի։ Նարեկի շատ ծրագրեր ենք ունեցել, որ պետք է իրականացնենք, բայց ավաղ այդպես էլ մնաց։ Նայեք, Նարեկը շատ լավատես տեսակ ունի, ես տեսակ ինքն ինչ պատասխանեց, հուսանք կստացվի։ Այսինքն նա չհերքեց եւ չհաստատեց, բայց դեպի ապագա տանող իր դրական պատասխան տվեց, հուսանք կստացվի։ Շատ լավ մարդու բնութագիր է Նարեկ ձեր տեսակը։ Շնորհակալ եմ։ Մեծ եմ շնորհակալ ու արդեն զրույցի ընթացքում կարող ես հասկանալ մարդը քանի աստիճանի անկեղծություն ունի կամ առհասարակ ունի թե չունի, որտեղ մեր տաղավարում ստել ուղակի չի ստացվում։ Մենք ամեն ինչ շատ շուտ նկատում ենք։ Եվ որպես մեր այս հատվածի վերջաբան ինչ կմաղթեք Նարեկին։ Նարեկին հաջողություններ։ Ինքը շատ տաղանդավոր մարդ է, անձնավորություն է, մեծ հաջողություններ իր տեղը գտի, արդեն գտել է կյանքում իր տեղը, շարունակի մինչև վերջ, չշեղվի, այն որ ես ուզում եի շեղեի, թող այդպես չշեղվի, գնա իր ճանապարհով ու հասնի մեր, ինքը արդեն շատ սիրված, շատ ճանաչված է։ Մեր հեռուստադիտողի կողմից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտող, ուզում եմ հիշեցնել, որ զրույցի այս հատվածին մեզ միացավ Նարեկ Մկրտչյանի ընկեր, գործընկեր Լևոն Մելքոնյանը։ Պարոն Մելքոնյան, շնորհակալություն, որ եկաք մեզ հյուր եւ մեր հաղորդման այս հատվածը լցվեց նաեւ ձեր գեղեցիկ խոստովանություններով ու անկեղծ զրույցով։ Սիրելի հեռուստադիտող, կարճատև դադար ենք վերցնում, վերադառնում ենք, որ շարունակենք մեր զրույցը։
Իմ շատ սիրելի ու հավատարիմ հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, սակայն մինչ կանցնենք հաջորդ հարցին, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր բոլոր եթերները կարող եք գտնել նաև մեր YouTube-յան ալիքում։ Այնտեղ փնտրում եք Արայիկ Համբարձումյան ալիքը, գտնում եք, միանում եք, դիտում եք, թողնում եք ձեր առաջարկություններն ու մեկնաբանությունները։ Շնորհակալ եմ, որ շարունակում եք մնալ հավատարիմ եւ անդավաճան։ Նարեկ, գնանք առաջ ու շարունակենք լսել ձեր կյանքի պատմությունը։ Այսօր Նարեկի սիրտը ազատ է, զբաղված է, խառնաշփոթ է, փոթորիկ է, ինչ եղանակ է ձեր սրտում։ Փոթորիկը հանդարտվել է երևի թե, չէ, ազատ եմ, սիրտս ազատ է։ Հանդարտ եղանակ է։ Հանդարտ եղանակ։ Իսկ ո՞րն է ձեր կյանքի եղանակ, այլ ոչ թե ձեր ամենասիրելի եղանակը, ո՞րն է ձեր կյանքի եղանակը, որի մեջ դուք ձեզ շատ ներդաշնակ եք զգում։ Գարունը կարծում եմ։ Գարունը, ինչու գարունը։ Ամեն ինչ ծաղկում է, ամեն ինչ նորով է սկսում։ Ու այդ միշտ հաճելի է ու նոր եռանդով կարողանում ես ինչ-որ գործի կպնել։ Շատ լավ։ Հիմա մեր տաղավար կբերեն մեր գաղտնի արկղը, որի մեջ շատ գաղտնիքներ կան թաքնված, խնդրում եմ մեր գեղեցկուն, որպեսզի արկղ բերեն, խնդրում եմ դրեք այստեղ։ Այստեղ եւ ձեր նամակն է անակնկալ, որը ձեզ են ուղղել, շնորհակալություն։ Եվ կա մի իր, որը նորից ձերն է։ Հիմա փորձենք սկսել իրից, որովհետեւ նամակը ամենավերջում է բացվելու, տեսնենք թե ինչ իր կա այստեղ։ Օ, շատ հավեսիր է։ Եվ կարծում եմ, որ դուք կպատմեք ինչ խաղալիք է սա։ Ինքը իմ ամենասիրած խաղալիքն է եղել։ Միշտ քնելուց նույնիսկ ծոցս է եղել միշտ ու ունեի նաև մի հատ նապաստակ ու կատու։ Ու այդ երեք խաղալիքները իմ ամենասիրելի խաղալիքներն էին։ Որոնց գրկում նոր քնում էիր։ Միշտ պարտադիր միշտ իմ հետ են։ Այս շունիկը ով է ձեզ նվիրել։ Ով է գնել ձեզ համար։ Չեմ կարող հիշեմ։ Ինչ կապ եք զգում այս խաղալիքների հետ, անբացատրելի, որ այդքան տենց ամուր պահում եք, գրկում եք ու նոր քնում եք, որտեվ ես գիտեմ, որ առանց նրա ոչ մի գիշեր նրանց ոչ մի գիշեր չի անցել։ Չգիտեմ այդ կապը դե երեխա էի, բայց որ ես առանձնացնում էի այդ երեք խաղալիքները իմ մյուս բոլոր խաղալիքներից, այդ մի բանը հաստատ, իսկ թե ինչն էր ինձ տենց ձգում իրանց, հիմա կդժվարանամ ասել, որովհետև դե երեխա էի, բայց հիմա եմ շատ սիրում։ Շատ լավ։ Նարեկ, եթե մանկությունը գունավորեք, ինչ գույներ կընտրեք մանկության գույների համար։ Կանաչ տեղին այդ երկուսը կարծում եմ, որովհետև լավ մանկություն եմ ունեցել, խաբեմ, որ ասեմ վատներ, դե իհարկե համեմատած, եթե պետք է նայենք, մեկինը լավն է, մյուսինը վատ է, բայց իմ համար իմ մանկությունը շատ լավ է եղել, որովհետև լավ ընտանիք, լավ քույրիկներ, սիրելի ծնողներ։ Կյանքի արժեքը ինչի մեջ է գտնվում։ Կյանքի արժեքը։ Գիտես, ուղղակի տենց միանշանակ պատասխան տալ չեմ կարող, որովհետև շատ բաներ կա, որոնց մեջ որ դու մանր կարողանում ես գտնել այդ արժեքները ու այդ ամեն ինչի միասնությունը մենակ կարա քեզ տա այդ հանգստությունը ու հիմա կոնկրետացված ասել ու նշել ինչ-որ արժեք կնշանակի մյուս լիքը լավ արժեքները թերագնահատել։ Տենց շատ արժեքներ կան, թե լավ ընկեր լինելուց, լավ եղբայր, լավ ծնող, ինչի՞ չէ։ Դրա համար այդ արժեքները ամեն ինչը վերջում գումարվում են ու դառնում են մի ընդհանուր ամբողջություն ու մենակ այդպես կարող պատասխանել։ Շատ լավ, իսկ ինչ կլիներ մեզ հետ, եթե կյանքում չլիներ սերը, առանց սիրո ոնց կապրեինք մենք։ Առանց ժպիտ, երևի, որովհետև սերը ամեն ինչի հանդեպ է ու եթե չկա այդ սերը, միապաղաղ է ամեն ինչ ու քո ձգտումներն էլ ինչ-որ միտեղ արդեն ուղղակի անիմաստ կլինեն, որովհետև ցանկացած պայքար նրա համար է, որ դու կամ ինքդ քեզ կամ ինչ-որ մեկին ապացուցես, որ դու դա արեցիր։ Այդքան։ Շատ լավ։ Կյանքի դժվարությունները ձեր պարագայում ձեզ կոփում են, թե թուլացնում։
թուլացնելով կոփում են։ Սենց կասեմ, որովհետև չես կարա չթուլանաս, չես կարա միշտ չէ, ես այսպես։ Տենց չի լինում։ Մարդ հատկապես երբ ինքն իր հետ մենակ լինի, այդ ժամանակ հաստատ իր թույլ վիճակը կզգա, բայց իհարկե այդ թուլությամբ կոփվում ենք ու ընդդիմանում հաջորդ ինչ որ խնդրին։ Կյանքի մեջ դուք ավելի շատ սիրում եք լռությունը, թե աղմուկը։ Լռություն։ Չնայած որ աղմուկոտ տեղերն եմ սիրում, բայց լռությունն ավելի լավ է, որովհետև դու այդտեղ ավելի շատ կարող ես մտքեր ունենալ կամ մտքերը թղթին հանձնել։ Լռության մեջ ավելի շատ ձայն կա, քան աղմուկի մեջ։ Այո։ Մեր կյանքում նաև մեզ հետ ապրում են ինչ-որ չափով վախերը։ Ինչից եք վախենում կյանքում։ Կամ միգուցե չեք վախենում։ Դե չէ, չվախենալը այս բանը ուղղակի չկա տենց ինչ-որ մի բան, որ ես նշեմ, ասեմ, այ առյուծներից կամ կոկորդիլոսներից։ Չէ, ինչ-որ տենց կոնկրետացված բան չկա, որից որ կվախենամ։ Օրինակ ես վախենում եմ կորցնելուց։ Ես չեմ վախենում էլ կորցնելուց ուղղակի։ Հետաքրքիր է։ Ինչ է ձեր կարոտի անունը, Նարեկ։ Երևի խաղաղություն, հանգստություն, որովհետև ապրում ենք, ռիթմի մեջ ենք, խնդիրների մեջ ենք, որոնք միշտ լինելու են։ Ու երբ դու այդ խնդիրները հասցնում ես մինիմալի, այդ ժամանակ գալիս է այն հանգստությունը, որ դու կարողանում ես հանգիստ նստել ու վայելել գոնե այդ օրը։ Կա մի կերպար, որ միշտ մտածել եք ու երազել այդ կերպարը կերտելու մասին, եթե կա ինչ կերպարի կամ ինչ դերի մասին է խոսքը։ Այդ կերպարը Կիկաբիձեի կերպարն է եղել ու ընդհանրապես Միմինո ֆիլմից ես իմ սերը դեպի կինո եղել է այդտեղից ու միշտ տենց երազում եմ, որ մի օր ես էլ կհագնեմ այդ օդաչուի շորերը, որովհետև շատ եմ սիրել ու իմ մանկական երազանքն է եղել օդաչու դառնալը, բայց ստացվեց այնպես, որ դարձա այդ դերասան։ Կարծում եմ օդաչուի կերպար, որովհետև միշտ սիրել եմ։ Շատ լավ։ Եվ եւս մեկ հարց, Նարեկ, քանի որ դուք հիմա խոստովանության տաղավարում եք, ում ինչ ունեք ասելու, խոստովանելու, դաշտը բաց է ձեր դիմաց, կարող եք ձեր սրտի խոսքը այսպես փոխանցել մարդկանց։ Խոստովանությունը ընտանիքիս կասեմ, որ շատ եմ սիրում իմ ընտանիքին, որովհետև ես շատ քիչ եմ ասում իրենց այդ մասին, իրանք ճիշտ է դա շատ լավ գիտեն, բայց կուզեմ մի անգամ եւս ասեմ, որ ես շատ սիրում եմ իմ ընտանիքը, ծնողներիս, քույրերիս։ Շատ լավ, շատ գեղեցիկ խոստովանություն է։ Քիչ հետո մենք կբացենք արդեն արկղը եւ մեջից դուրս կգա նամակը, բայց մինչ կանցնենք նամակին, ուզում եմ հասկանալ, կա մի կարգախոս, որը ձեր սրտինն է եւ դա ձեզ շատ ուժ է տալիս, որ դուք գնաք առաջ։ Միայն առաջ։ Միայն առաջ։ Շատ լավ։ Նարեկ, այսօր կարծես թե ամեն բան փոխված է։ Նախկին ժամանակներն ու այսօրվա ժամանակները իրար նման չեն։ Դա նորմալ է, որտեղ կյանքը գնում է առաջ, շատ բաներ փոխվում են տեղերով, դիրքերով, ձևով, իմաստային։ Եվ մեր օրերում մի տեսակ կարծես թե սիրո պակաս էլ կա։ Չգիտեմ, կամ սիրո ձևն է փոխվել, կամ սերը իր տեսակն է այլ կերպի մեջ ամրացրել, հա։ Ինչ է կատարվում։ Ես ձեզ մարդկային արժեքներն են փոխվել ուղղակի։ Դա ամենակարևոր բանն է։ Մարդկային արժեքները դիմացինին գնահատելու համար ուղղակի այդ ամեն ինչը փոխվել են ու դա հատկապես հիմա այդ շատ բարդ է, երբ որ մարդուն կարաս ուղղակի գնահատես նրանով, որ ինքը լավն է եւ ամեն ինչ կարող է։ Եթե դու կարող ես այդ անել, ուրեմն քո մոտ ամեն ինչ լավ է, եթե չէ, ուրեմն շեղվել ես արդեն։ Այո։ Մենք էլ չշեղվենք մեր եթերից եւ նորից բացենք մեր գաղտնի արկղը, որտեղից դուրս կգա Նարեկ Մկրտչյանի ուղղված նամակը։ Տեսնենք ով է նամակի հեղինակը։ Նարեկ ջան, սա քեզ փոխանցում եմ։ Հիմա դուք պետք է բարձր կարդաք եւ մենք միասին փորձենք հասկանալ ով է նամակի հեղինակը։ Բարև իմ հարազատ հոգի, գուցե զարմանաս, որ նամակ եմ գրում,
բայց երբեմն կան բաներ, որոնք ավելի հեշտ է գրել, քան ասել։ Երբ սկսեցի գրել, հասկացա, որ շատ բան ունեմ ասելու, բայց կարոտս խեղդում է ու միտքս չեմ կարողանում ձևակերպել։ Ես միշտ հավատացել եմ, որ քեզ մոտ ամեն բան լավ է լինելու։ Քո առաջ դեռ շատ ու շատ դռներ են բացվելու քո աշխատասիրության շնորհիվ։ Կյանքում լինում են եւ հեշտ եւ դժվար օրեր, բայց վստահ եմ, որ դու կարող ես հաղթահարել ցանկացած դժվարություն։ Դու պարզապես պետք է հավատալ ինքդ քեզ ու շարունակել գնալ առաջ։ Դու փոքր ժամանակ չէիր քնում առանց քո սիրելի խաղալիքը գրկելու, իսկ այսօր դարձել ես մի քաջ մարդիկ, ով ամեն օր պայքարում է կյանքի դժվարությունների դեմ։ Մաղթում եմ, որ շրջապատված լինես բարի ու հավատարիմ մարդկանցով եւ թող հաջողությամբ իրականացվեն քո բոլոր ծրագրերը։ Շնորհակալ եմ, որ կաս, հուսով եմ, որ կարդաս նամակս կժպտաս։ Ով է։ Չգիտեմ։ Հիմա փորձենք վերլուծել։ Մարդ, ով գիտի ձեզ մանկությունից եւ անգամ խաղալիքի մասին նշեց, որ փոքր խաղալիքը գրկում էիր, բայց այսօր դարձել ես ուժեղ մարդ ու պայքարում ես կյանքի։ Կյանքում պայքարել ես սկսել։ Այնտեղ էլի տողեր կան։ Միգուցե այդ տողերը ինչ որ բան հուշեն ձեզ, չգիտեմ։ Ես մեկը ձեզ ասել եմ վերջում ով է նամակի հեղինակը, բայց կցանկանամ, որ հենց դուք փորձեք կռահել։ Այստեղ գուցե զարմանաս, որ գրել եմ քեզ, այ դա է զարմանալի ու այսինքն մարդը ում հետ որ կապ չունեմ հիմա, թե կապի մեջ չեմ, նկատի ունեմ, թե Նայեք, հիմա ժամանակները այլ են, չէ՞, մարդիկ սովորական նամակ չեն գրում իրար։ Նա հենց դա ի նկատի ունի, հասկաց։ որ զարմանաս, որ գրել եմ քեզ։ Ես մի բան կարող եմ ասել, որ տղա չէ նամակի հեղինակը, եւ նամակը եկել է Ռուսաստանից։ Լուսինեն քույրիկս։ Ով է Լուսին։ Լուսինե Մկրտչյան, ձեր քույրն է նամակի հեղինակը, այո։ Վաղուց չեմ տեսել։ Մոսկվայում են ապրում։ Շատ եմ սիրում։ Նա էլ ձեր շատ սիրում, դե համար այսքան անկեղծ ու գեղեցիկ խոսքեր են այս նամակի մեջ։ Լուսինե, շնորհակալ ենք ձեզ, որ մեր տաղավար եք ուղարկել այս գեղեցիկ նամակը, որը հասավ իր հավցյատիրոջը եւ եթերից հնչեցրեցինք ձեր սրտի խոսքը։ Նարեկ, որպես վերջաբան, ինչ կասեք, թե ձեր երկրպագուներին, թե հեռուստադիտողին, թե առհասարակ մարդկանց, ովքեր կան ձեր կյանքում։ Գեղեցիկ, հասարակ եւ մարդկային։ Այդքանը։ Շնորհակալ եմ։ Սելի հեռուստադիտող խոստովանությունը դա հեշտ բան չէ։ Խոստովանելը խոսում է մարդու ուժեղ տեսակի մասին։ Եթե խոստովանությունները թաքցնում ենք մեր ներսում, մենք այդպիսով բարդացնում ենք մեր կյանքը։ Իսկ կյանքը թեթևացնելու համար պետք է ժպտալ, շատ սիրել, լինել հավատարիմ, անկեղծ ու նվիրվել մարդկանց։ Այն մարդկանց, ովքեր որ ձեզ սիրում ու գնահատում են։ Այսպիսին էր դերասան Նարեկ Մկրտչյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր կյանքի պատմություններով։